ծանուցվել եմ այս հասցեով ներգանալու համար։ Հիմա ես մտնեմ ներս, որտեղ շատ բանից տեղեկացված չեմ, առավոտվանից իր հետ եմ եղել, քննչական գործողությունների։ Ես նախաքննական մարմնից են ասել, որ եկեք այստեղ ու կայսան այստեղ է հիմա։ Այո, ծանուցվել եմ այս հասցեով ներգանալու համար։ Շտապողության մեքենա եկավ իր համար էր։ Հավանաբար, որովհետև առավոտյան ամեն դեպքում խնդիրներ ունի, տեղերը չէր ասել։ Իմ տեղեկություններով այո, բայց ես Իսկ դուք լսել եք նախաքննական մարմնի ձայնագրությունը, դա իր ձայնն է, ինքն եք աշակերտել, խոսել եք այնքանով իշքանով հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որովհետեւ նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր, 25 թվական փետրվար։ Ձերբակալված անձիկ եւս բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են։ Հավանաբար տեղեկություններ ես չունեմ, որտեղ եմ խնդրում եք հստակեցում։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այս գործունեության հետ կապ չունի այդ բանը։ Թվականի համանքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ էլ 25 թվականի փետրվարին։ ՔՊ-ի տեխնազոին կամ պաշտոնակադային հարցեր եք, ինչու է նման բաներ տեղի ունեցել։ Քաղաքապետարանի ներսում չէ ձայնագրություն արված։ 6-7 դրվագից մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին։ Մնացածը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ ըստ էության թույլ մնացաբար է Վարդան Ղուկասյանը ընտրվել Գյումրու քաղաքապետ եւ դա պետք է շտկվի, առանձին ԿՊԱ-ականներ ասում էին թող ճամպրուկները հավաքի։ Մի քանի օր առաջ ես նշեցի, որ սկսվել է ամբիոնից վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը։ Այն է հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից հեռացնելը այսպեսի մեթոդներով հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է Ասվածչյանի ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել եմ, որ դա քննարկման ենթակա չէ։ Այսքանը կներեք ժողովուրդ ջան, ես մտնեմ ներս, կար հատված, որ չգիտեմ, մոնտաժված է, սարքված է, կպսրած կտրած է։ Ես դա լրատվամիջոցներից եմ տեղեկացել։ Ես պաշտոնապես որևէ ձայնագրության չեմ ծանոթացել, ես չգիտեմ դա ինչ է։ Այս բանին ոչինչ չգիտեմ, ես կներեք, գնամ։ Պարոն, ասում եք կալանքի միջնով Հավանաբար կներկայացնեմ, հավանաբար։